4 լրատվամիջոցի հետ ավելի քան 2 ժամ տևած հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, տարբեր հարցերի վերաբերյալ ընդդիմության տարաձայնությունների մասին խոսել։ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր է բացել 2018 թվականին Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցից։ Ըստ նրա, երրորդ նախագահն իրեն վստահեցրել է, որ ամեն բան կոնտրոլի տակ է։ Քոչարյանը վստահ է, որ եթե 2018-ին Սերժ Սարգսյանը չդառնար վարչապետ եւ այդ պաշտոնում առաջադրեր մեկ այլ տեխնացուի, իշխանափոխություն տեղի չէր ունենա։ Ես զանգեցի եւ ասում եմ դու վիճակը ոնց ես գնահատում պրոբլեմա ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում պրոբլեմա ծնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն կոնտրոլը կորցնելու եք ինքը շատ հանգիստ ասեց ինչ պրոբլեմ չկա ամեն ինչ կոնտրոլի տակ ինձ դա զարմացրեց ասի վստահ ես երեմի 2 անգամ ես նույն հարց կրկնեցի շատ հանգիստ ասում ամեն ինչ կոնտրոլի տակ մի քանի օր հետո հրաժարական տվեց 5-6 օր հետո Չնայած տարաձայնություններին երկրորդ նախագահը չի բացառել 2026-ի ընտրություններից հետո կոալիցիան այլ ընդդիմադիր ուժերի հետ, եթե դա լինի Փաշինյանի իշխանությունից ազատվելու միջոցը։ Ես չեմ կարծում, որ մենք այլ ընտրանք ենք ունենալ։ Իհարկե, եթե հարցը այնպեսին է լինի, որ սրանցից ազատվելու համար պետք է ձևավորել բանը կոալիցիան, այո, պետք է ձևավորվել։ Չպետք է նայես այդ ազնականին, մեկը սենց ասեց, մեկը նենց ասեց, մեկը խաբեց, մեկը սուտ ասեց։ Այդ ամեն ինչ պետք է մի կողմ դնել եւ քննարկել կոալիցիա ձևավորում ասել։ Բայց ընտրությունների գնալը ես չեմ տեսնում այս պարագայում միասնական ինչ-որ մի լայն դաշտով ընտրության գնալ չի ստացվելու։ Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիա ունեցող միավորները կարող են ավելի մեծ միավորներ կազմել գնալ ընտրությունների։ Մենք երբեք չպետք է այդ ազնական հարաբերությունները թերագնահատել։ Եվ ստե միայն ազնական հարաբերությունները, չէ, ստե նաև բավական երկար ժամանակ իրավիճակների, պրոցեսների, կառավարման մեթոդների նկատմամբ լուրջ տարաձայնությունն է հիմքում։ Որտեղ եղել է այդ տարաձայնությունը, ես այդ տարաձայնությունը արտահայտել եմ եւ հանրապետականի ակտիվ մի քանի օքի այն ժամանակները եւս ինձ վրա լավ արձակվում է։ Ուղղակի ես ֆիքսում էի վերաբերմունքս եւ հետո չէի պատասխանում, վեճը չէր կուտր ասեց։